Ադրբեջանական Գաբալա քաղաքում այսօր կայացել է թուրքական պետությունների կազմակերպության հերթական գագաթնաժողովը։ Դրա արդյունքներով կազմակերպության անդամ պետությունները համատեղ հռչակագիր են ընդունել։ Հռչակագրում ընդգծվում է Զանգեզուրի միջանցքի եւ Միջին միջանցքի կարեւորությունը, նշվում է, որ դրանք կարևոր դերակատարություն կունենան միջտարածաշրջանային համագործակցության ընթացքում։ Ամփոփելով համաժողովի արդյունքները հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ceyhun Bayramova։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւս 2 օր է տրամադրել երկուշաբթի օրը հրաժարական ներկայացրած վարչապետ Սեբաստիան Լեկորնյուին կառավարական ճգնաժամը հաղթահարելու համար։ Նախագահը հանձնարարել է Լեկորնյուին վերջին բանակցություններն անցկացնել քաղաքական ուժերի հետ երկրում կայունության հաստատմանն ուղղված պլատֆորմ ստեղծելու նպատակով, հաղորդել է Ելիսեյան պալատին մոտ կանգնած աղբյուրներից մեկը։ Մակրոնի կողմից տրամադրված վերջնաժամկետը լրանում է վաղը։ Այսօր լրանում է պաղեստինյան Համաս շարժման կողմից Իսրայելի հարավային բնակավայրերի վրա իրականացված հարձակման երկրորդ տարելից։ Այդ գրոհի ընթացքում 1200-ից ավելի իսրայելցիներ զոհվել էին, 100-ից ավելին պատանդարվել։ Պատերազմի երկրորդ տարելիցի շեմին Եգիպտոսում բանակցություններ մեկնարկեցին, որոնց մասնակցում են արաբական մի շարք պետությունների, Իսրայելի եւ Համասի ներկայացուցիչները։ Բանակցությունների օրակարգի գլխավոր թեման Գազայում իրավիճակի կարգավորման Դոնալդ Թրամփի հեղինակած ծրագիրն է։ 3, 2, 1 Ամերիկյան հեռահար Թոմահավք հրթիռների մատակարարումը Ուկրաինա իրավիճակի լրջագույն էսկալացիա կնշանակի։ Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Ինչպես օրերս հայտարարել էր Ռուսաստանի նախագահն, այդ քայլը իրադրության սրման նոր շրջափուլի սկիզբ կդառնա։ Դրա հետ մեկտեղ ամերիկյան սպառազինության մատակարարումը որևէ կերպ չի կարող փոխել իրավիճակը ռազմաճակատում, հօգուտ Կիևի վարչախմբի, հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Ուկրաինան նպատակ ունի մոտ 30%-ով ավելացնել գազի ներկրումը Եվրոպայից։ Այդ մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը։ Նրա խոսքով այդ անհրաժեշտությունը ծագել է երկրի էներգետիկ օբյեկտներին հասցված վերջին հարվածների պատճառով։ Դրանցից ամենահուշկուն հոկտեմբերի 3-ին էր, ինչի հետևանքով տուժել էր Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի զգալի մասը։ Ավելի վաղ ուկրաինական իշխանությունները հայտարարել էին, որ պատրաստվում են առաջիկա ամիսներին շուրջ 4 միլիարդ 600 միլիոն խորանարդ մետր գազ ներկրել եվրոպական պետություններից։ Ֆիզիկայի ասպարեզում 2025 թվականի Նոբելյան մրցանակակիրներ են դարձել բրիտանացի Ջոն Քլարքը, ֆրանսիացի Միշել Դևորեն եւ ամերիկացի Ջոն Մարտինիսը։ Գիտնականներն այս մրցանակին են արժանացել քվանտային մեխանիկայի բնագավառում կատարած հայտնագործությունների համար, հայտարարել է Նոբելյան կոմիտեն։ Հաճելի է տեսնել, որ մեկդարյա պատմություն ունեցող քվանտային մեխանիկան դեռ ի վիճակի է անակնկալներ մատուցել, հայտարարել է ֆիզիկայի ասպարեզում Նոբելյան կոմիտեի նախագահ Օլե Էրիքսոնը։